Գյումրիի համայնքապետարանը կիսադատարկ է։ Շատ սենյակների դռներ կողպված են, ավելի քան 3 տասնյակ աշխատակից կամ ձերբակալված է կամ կալանավորված։ Այս թիվը հստակ չէ, քանի որ ամեն պահի նոր աշխատակիցներ են ձերբակալվում։ Քննչական կոմիտեն է նույնիսկ դժվարանում ձերբակալվածների ու կալանավորվածների վերջնական թիվ ասել։ Ըստ մամուլի խոսնակի, գործողություններն ընթացքի մեջ են, քրեական հետապնդումներն ավելանում են, ձերբակալվածների թիվը փոխվում է։ Ունենք նմանատիպ աշխատակիցներ, որոնք որ հրավիրվել են, որոնք որ պերման են ենթարկվել, իսկ այս պահին թվաքանակի վերաբերյալ որևէ բան չեմ կարող հայտնել։ Հոկտեմբերի 20-ի գործով 3 Գյումրիի համայնքապետարանի կրթության բաժնում աշխատող 3 կնոջ են ձերբակալել, որոնք ըստ քննչական կոմիտեի մյուս աշխատակիցներին սպառնացել են ազատել աշխատանքից, եթե նրանք չհրահանգեն մանկապարտեզների տնօրեններին անձնակազմի հետ գնալ Վարդան Ղուկասյանին աջակցելու։ Նոր ձերբակալությունների մասին համայնքապետարանի աշխատակիցները կաշկանդվում են տեսախցիկների առաջ խոսել։ Գուցե մի բառ ասեն, իրենց էլ տանեն, բայց պատմում են, որ ձերբակալված կանանցից մեկի ինքնազգացողությունը քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ձերբակալված կանանցից մեկը ՔՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Սարուխանյանը չի ուզում հավատալ, որ զոքանչին Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար են ձերբակալել։ Նա մամուլին ասել է, թե կնոջ մայրը երևի հրաման է կատարել։ Մանրամասներին չի տիրապետում, բայց վստահում է իրավապահ համակարգին։ Իրավապահները դեռ չեն վերադարձրել տեխնիկան, որը հոկտեմբերի 20-ին բռնի ուժով առգրավել էին համայնքապետարանից։ Տեխնիկաներն էլ են տեղափոխվել հատուկ հսման տարածք ու հետ վերադարձի մասին այս պահին չկա որևէ բան։ Հայլուրի տեսախցիկը ֆիքսել էր, ինչպես էին իրավապահները իջեցրել տրակտորների վարորդներին, բերման ենթարկել նրանց ու առգրավել տեխնիկան։ Հայտնի չէ, թե քանի աշխատող է այս պահին մնացել Գյումրիի համայնքապետարանում, բայց ովքեր դեռ մնացել են, հիմա ձերբակալված գործընկերների փոխարենել են աշխատում, որ գյումրեցիները չզգան համայնքապետարանում տիրող ճնշված մթնոլորտը։ Ելիթ Գասպարյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։